Մեր ձևով շարժումը անգամ մի տարի չկա, որ իր գործունեությունը ծավալել է, ինչպես գիտեք, ամառվանից սկսած է, որ ձևավորվել է մեր ձևով շարժումը, բայց արված է շատ բան, արված է շատ նախագծեր ու պրոյեկտներ, բայց դեռ շատ կան անելիքներ։ Մենք այսօր կիսվելու ենք մեր արածի մասին, մեր համակիրների հետ, ովքեր որ ամբողջ այս ընթացքում մեզ հետ են եղել, ովքեր որ միացել են մեզ, եւ մենք միասին դեռ ունենք ճանապարհ անցնելու եւ մեր գեր նպատակը դեռ մեր առջևում է դրված, որին մենք կարող ենք հասնել միայն մեր միասնական ջանքերով։ Տիկին Հովսեփյան, սովորաբար այս շրջանում բոլոր նրանք, ովքեր եկեղեցու կողքին են, թիրախավորվում են, արդյոք մեր ձևով շարժումը որոշակի թիրախավորման կետ է դարձել հիմա։ Իհարկե այն մարդիկ, ովքեր որ այսօր իսատարումն են կանգնում մեր ազգային արժեքների եւ այդ ազգային արժեքների մեջ հենասյուն հանդիսացող մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, նրանք այսօր ցավոք սրտի փոքրիկ խմբակի թիրախում են հայտնվում եւ այդ թվում նաեւ մեր ձևով շարժումը, բայց մենք թիրախավորումներից չենք վախենում, մենք ունենք մեր հստակ տեսլականը Հայաստանի բարգավաճման եւ զարգացման, այնպես որ այս խոչընդոտները մեզ միայն ուժեղացնում են եւ մեր նպատակներն ավելի են հստակեցնում, այնպես որ այս խոչընդոտները հաղթահարելի են, բոլորս միասին մեր ձևով հաղթահարելու ենք։